Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ճիշտ ասած ուզում եմ ներման երկրորդ մասի մասով խոսամ, որ ասեցի խորն է։ Ճիշտ ասած ներել է անցած վիդեոյով առակով, ոնց որ Քրիստոսը մեկնում է, հա, որ 10,000-ը ներվում է, բայց հետո վերականգնվում է, ասում է սրանք գցեցեք, ասում է խաբարը միջովեսի վերի վճարի ինձ իրականում։ Ընկերներ, հիմա մի հատ ուրիշ հետաքրքիր գաղափար ասեմ։ Ներելը ինչի է շատ կարևոր։ Ուղիղ ասում եմ, ինչն է, որ մենք այդ մարդուն ինչ-որ որ հանցանք արել մեր նկատմամբ ներում ենք, ինչ է լինում, ինչի համար, ասենց ուղիղ ուզում եմ հասկանամ, որ գիտես, եթե մեկը ինձ իրականում վիրավորել է, պատկերացրեք մեկը ինձ ասենք, չգիտեմ, տպել է, քրֆել է, մի $10,000 էլ օրինակ ունի գողացել է կամ գցել է, ինչ-որ ձևով փախել է կամ ավելի շատ, հա, կամ իր պատճառով տունս եմ գործել, չգիտեմ, ինչ ուզեք մտածեք, կամ իմ մտերիմներից մեկին է սպանել եւ այլն։ Ու այդ մարդը հիմա գնացել է Ամերիկա։ Ու ես չներում ունեմ, ասենք, պատկերացրեք, ես երևի իմ սաղ կյանքը այդ մարդու հետ չեմ էլ շփվելու երկրորդ անգամ, չգիտեմ, կստացվի, այդ Ամերիկա չեմ ստացվի, հավանականությունը ամեն դեպքում ունենա, որ չեմ կարող։ Ներել ընկերներ, ձեզ ազատ արձակում Աստծո բարգությունից, ոչ թե այդ մարդուն լավ, չգիտեմ եւ այլն, բայց Աստծո բարգությունը էլ ձեր վրա չի մնում։ Աստծո բարգությունը շատ չար է, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ, Աստծո բարգությունը վայեն մարդուն, որ ճաշակի կամ մաշվի։ Իսրայելը, ասենք, ճաշակել Աստծո բարգությունը Բաբելոնում, մաշվել է, քամվել են, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսից որ դուրս եկան, բարգացրին Աստծուն, Աստծո բարգությունը 40 տարի իրանց անապատում մանտավեց, միջև մաշվան։ Ոչ մեկը, այն հներից ոչ մեկը չի մտել իրականում, մի երկուսը մտել են, որովհետև հավատարիմ էին Աստծուն, այ իրանք չէին բարգացրել, բայց մնացած բոլորը այն որ ասում անկան անապատում, ուղիղ ձեզ ասում եմ։ Դուք չիմանաք, թե այդ մարդուն ներեցիք ինչ-որ մեծ բան արեցիք, այդ մարդուն ներեցիք, ձեզ մեծ բան արեցիք, ուղիղ ձեզ եմ ասում, ընկերներ։ Դրա համար, երբ որ գիտես ներում ես, գիտակցությունը գալիս է, որ ազատվեցիր, ոչ թե ինքը քեզանից ազատվեց, այլ դու Աստծուց ազատվեցիր, որ այն բարգության տակ չես։ Ու արդեն կարաս Աստծուն մոտիկանաս խնդրվածքով, աղոթքով, չգիտեմ, ինչ-որ գոհությունով, սրտի ուրախությունով, ու Աստված իրականում լսելու, պատասխանելու է։ Դա շատ կարևոր է, ընկերներ, որովհետև իրավունք ունես չներելու այն ժամանակ, երբ որ կատարյալ արդար լինես։ Ու այտենց մարդ չկա, գիտես, եթե դու դիմացինի մարդու կարաս 5 հատ պատճառ բերես, որ իրան չպետք է ներես կամ ինչ-որ քեզ ցավացրել է, ես Աստված չեմ, բայց ճշմարտությունով քեզ ասում եմ, որ Աստված է ձեր կյանքը քննի 100,000 հատ պատճառ կարա բերի։ Դրա համար ներելը ձեզ ազատում է, ընկերներ, Աստծո բարգությունից, ուղիղ ձեզ ասում եմ, շատ ազատում, ձեզ թևեր է տալիս, ընկերներ, կանգնելու Աստծո առաջ, գիտեք, մենք մեղավոր ենք, ամեն տեսակ մեղք ունենք, օրվա ընթացքում պատահում է, բարկանում ենք, ցանկանում ենք, չգիտեմ, ինչ կուզեք, գիտեք, այն փաստը, որ ես ներեցի բոլորին, Աստված էլ ինձ ներեց, որովհետև ես կատարյալ չեմ, Քրիստոսն ասում է ներեք ու կներվեք, Քրիստոսը գիտեր, որ մենք մարդ ենք, գիտեր, որ մենք չենք կարող, մեկն էլ չկա, Քրիստոսից առաջ չի եղել մեկը մի հատ կատարյալ Քրիստոսի պես, Քրիստոսից հետո էլ չի լինելու մեկը, որ կատարյալ կարող լինի։ Մենք մարդ ենք, ընկերներ, կրքին ու մեղքին ենթակա, հա, ինչքան է մեր անձերը խոնարհացնում ենք, բայց ամեն օր ինչ-որ մի բան տեղի ունենում, որ բարգությունը մեղքը, դաժե Դավիթը Սաղմոսների մեջ ասում է, իմ ծածուկ մեղքերից էլ ինձ ազատ է, շատ մեղքեր կա, որ դուք չգիտեք, ընկերներ, բայց ճշմարտությունով ձեզ ասում եմ, ներեք, ընկերներ, ներեք ու Աստված է ձեր բոլոր մեղքերը կներվի, այն ամանորյա մեղքերը կների, ընկերներ, դա մեծ զորություն ունի իր մեջ, ազատեք ձեզ Աստծո բարգությունից, ընկերներ, ձեզ ատրված, ձեր դիմաց է դրած ընտրությունը, եթե չեք կարող այդ մարդուն ներեք պատճառով, որ ինքը սենց արեն, հենց արե, մի հատ ձեզ նայեք, ընկերներ, դուք ինչքան եք արել ուրիշներին, ընկերներ, դուք ինչքան եք նեղացրել, բացի ուրիշներին Աստծուն ինչքան եք մեղք գործել, նեղացրել, վիրավորել, կոպիտ ասած ձեր արարքներով ու քայլերով։ Դրա համար ասում եմ ձեզ, ընկերներ, ներեք ու կներվեք, հարցակեք ու կարծակվեք, ընկերներ, ինչ չափով որ չափեք, ձեզ եք չափի, ուղիղ ձեզ ասում եմ, ընկերներ։ Դրանից հետո, որ այդ ամեն ինչ անեք ու արդարությունով դա կանգնեք Աստծո առաջ, ասեք ես ներել եմ, դու ինձ ների, Աստված ձեզ կների, ու ինչ էլ խնդրեք կտրվի։ Փնտրեք ու կգտնեք, ընկերներ, թակեք ու կբացի ձեզ Աստված դողը, ճշմարտությունով ասում եմ։ Սրանով է ուզում այսօր կիսվել, ընկերներ, շատ խորն է, ազատեք ձեզ Աստծո բարգության ձեռից, ընկերներ, ներելով, ներեք ու դուք եք կներվեք։ Սրանով է ուզում կիսվել, օրհնում եմ ձեզ անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։